իրոք ինձ համար շատ տարօրինակ է, որ նույնիսկ շփոթային ամբողջ աշխարհը կարող է գնահատական եւ ինքը գաղազան տալու նորման ամբողջ աշխարհում, իսկ ես չեմ կարող։ Նույնիսկ կատարողական դիտարկումա դա տարօրինակ, ամեն անգամ ասեմ, որ ֆինանսները դեռ չեն անել եւ ուրեմն զանգահարելու իրանք գալիս են լսեն, տեսնեն ես ոնց որ թե այնպես տպավորություն է, որ այս ամբողջ քրեական գործը բոլորս գիտենք թե իհարկե օգտաշին գործը, բայց այս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ Հարցան անձի բացակալանները, բացակալային բացա ես շատ վտանգավոր անձ եմ, մինչև հիմա բացած չի։ Ուզում եմ ֆիքսենք այն, այսօր դրա մասին չխոսվեց, որ սա պատժի ձև է։ Ես գիտեմ ինչի համար են պատժում, հիմա չեմ բարձրաձայնել այդ հարցերը, որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են բայց դարձել եւ իրանք հերվում են դրանից։ Իրանք կարային գործ հարցեն որպես զրպարտություն, բայց քան որ դա զրպարտություն չի եղել, դրա համար այդ գործի մեջ են ստուգել ու մտածում են, որ եթե մեղադրական երկրակացության մեջ գրեցին, որ դիտան բաժանված խազանի օգնականն է, դիտան դարձան բաժանված խազանի օգնական, չնայած իմ համար մեծ պատիվ է, որ ես եղեմ բաժանված խազանի օգնական եմ։ Ես այդ ամբողջ պայքարի ընթացքում դրատությամբ եմ զբաղվել, դա հայտնի փաստ է, գիտեն եւ այն պաշտոնյաները, ովքեր գործը հիմա որ այդ բառը ասեն, որ շատ բառ է օգտագործում, բայց այդ գործը կարել է, կոպիտ ասած։ Իրենք էլ գիտեն եւ բոլորը գիտեն, այդ դատիկի մարդամարտիկները գիտեն, որ դիտան զբաղվել է լրատվության քրեական։ Այդ քրեական գործը հարցելով դե ամբողջ երկիրն են անում, դրա մասին չեմ խոսում, բայց կպել են անձամբ իմ մասին, որովհետեւ երբ որ Նավանջի մեջ դվելուց հետո ես գնացի քանիշուց ու հետստացույց օստվելու հնարավորություն ունեցա ու հիմնական հերոստավիքները Հայաստանի հանրային հերոստավիքն ասածը որ նայում էի, եթե ես չունեի ներգրավված քրեական գործի մեջ, ես կմտածեի, որ շատ վտանգավոր անձ եմ ես, նույնիսկ ընդհանուր խցում պետք չի պահել, պետք է պահել ինչ-որ պատժախցում պահել, որովհետև շատ վտանգավոր հանցագործ է, որովհետև ամբողջ քարոզությունը ուղղված է նրան, որ ցույց տան, թե ինչ վտանգավոր խումբ են իրենք հայտնաբերել եւ ինչ վտանգավոր խումբ են վնասվածել այդպես ասած, ու ես չեմ կարող ասել ահաբեկություն որպես միայն այն պատճառով, որ իրանք այդքան օպերատիվ գործողություններ են կատարել ու կարողացել են ժամանակին ինձ անհետնել, թե չէ ես ահաբեկություն էի Ինձ համար ամենացավալին այս ամբողջ պատմության մեջ է նա, որ հիմա չեմ ուզում իրավորեմ որևէ մեկի պատասխանատու։ Ձեզ եմ իրավորում ոչ մեղադրող կողմին, ցավում եմ արձանագրում այս փաստը, որ ինչ-որ մարդիկ գալիս են մոտենում, ասում են դատարանը թույլտվություն չի ստացել հետազոտություն արձակելու, ինձ համար չեմ ցավում, ցավում եմ այն վիճակի համար, որ վիճակում, որ գտնվում է հիմա իր պետությունը։ Եթե մեր երկրում արդարադատությունը արևելով է կատարում, պետք է վերևից թույլտվություն տան, որ մեկի շահանքի կալանք վերացնեն, մենք շատ մեծ մեղքի մեջ ենք ուրեմն, մեր ամբողջ պետությունն է մեղքի մեջ, հայացքն է մեղքի մեջ, ու այդ մեղքը շատ դժվար է մաքրվելու մեր վրայից, ու զուտ դրա համար ցավում են, որ որոշում կայացնելու մեջ մարդիկ անկապ չեն։